Բարև ձեզ, այսօր իմ հյուրն է մանկավար Արեգնազան կրթահամալիրի ուսուցիչ ԵՊՀ դասախոս Արա Աթայանը։ Բարև ձեզ, պարոն Արա, ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Ձեզ ազգանունով չեմ դիմում եւ պարոն Արա եմ դիմում Վալդորֆյան դպրոցի ծնող լինելով հանդերձ եւ այնտեղից է սովորությունս երեխաների սիրելի եւ ծնողների սիրելի եւ իմ սիրելի պարոն Արան։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր իմ սաբոտաժի տաղավարում եք։ Շատ երկար էի սպասում մեր հանդիպմանը, քանի որ գիտեմ, որ դուք հեքիաթներին շատ մեծ կարևորություն եք տալիս, հատկապես երեխաների վաղ փուլում, տարիքային, եւ ուզում եմ խոսենք մի փոքր այդ մասին, ինչու եք այդքան կարևորում հեքիաթների առկայությունը երեխաների կյանքում։ Շնորհակալություն ջերմ խոսքերի համար։ Նախ սկսեմ նրանից, որ հեքիաթը տարիք չի ճանաչում։ Ինձ համար, եթե մարդը որևէ տարիքում ասում է, հեքիաթը սուտ բան է կամ աղմաղ բան է, շատ լուրջ մտածում եք խնդիրների մասին է վկայում, ճիշտ ասած, հեքիաթը դա ամենախորը եւ ամենալուրջ եւ ամենագեղեցիկ եւ ամենաբարի գրականությունն է, որ կա ընդհանրապես։ Դե ինքը գրականություն էլ չի, ըստ էության, հեքիաթը ժանր է, որովհետեւ հեքիաթը առաջին հերթին պատմվում է։ Իհարկե կան գրական հեքիաթներ, Անդերսենից սկսած Տոլկիենով վերջացած Միխայել Էնդեյով կամ մեր Թումանյանի եւ Աղայանի հեքիաթները բնականաբար այդ շարքում իրենց պատվավոր տեղ ունեն, բայց ժանրը ավելի լայն է։ Գիտեք, որ հեքիաթներ միշտ պատմվել են եւ հիմա էլ երբեմն գոնե դեռ պատմվում են։ Ինչու երեխաների համար հեքիաթները շատ կարեւոր են, որովհետեւ հեքիաթների ակունքները դա մարդու հիմքերն են։ Մարդու էության ոնց որ բուն միջուկն է, որից արդեն հեքիաթը ծնվում է եւ որի մասին հեքիաթը պատմում է։ Պատմում է այլաբանորեն, պատմում է օգտագործելով պատկերներ, կերպարներ։ Հա, օրինակ ասենք պատմում է արքայադստեր մասին, պատմում է հարսանիքի մասին, թագավորի թագուհու, այսինքն ամուսնության մասին, որից հետո նրանք հերոսը եւ հերոսուին դառնում են թագավոր եւ թագուհի, դա մարդու հոգու եւ ոգու մասին պատմություններ են, որոնք միշտ ամեն մարդու մասին են եւ հեքիաթների բազմաթիվ կերպարներ, որ կան, նրանք շատ զարմանալի կերպով միաժամանակ առանձին պերսոնաժներ են եւ նույն ժամանակ նրանք մի մարդու մեջի տարբեր որակների դրսևորումներ են։ Այդ առումով չկա ավելի հզոր, ավելի բարձր դաստիարակության առումով, հա, դաստիարակման առումով գրականություն, քան հեքիաթը եւ ավելի երեխայի հոգուն հոգեհարազատ, երեխայի հոգուն հարազատ, որովհետև երեխաների համար ամբողջ աշխարհը կենթանի է, ողջ է։ Ոչ մի իր կամ առարկա չկա, որ էակ չլինի։ Երեխան բարևում է քարին, բարևում է ծառին, բարևում է կատուներին դրսում ման գալուց եւ ինչքան ավելի փոքր, որքան ավելի դեռ մեծերից չազդված, այնքան ավելի անմիջական եւ ճշմարիտ կերպով է դա կատարվում, բարևում է իր համար եւ աթոռը եւ սեղանը եւ ճանապարհին ընկած քարը էակներ են։ Եվ դա հենց հեքիաթային մտածողության տարրն է երեխայի մեջ, հեքիաթի մեջ մենք ունենք, ասենք, ձկնորսի կամ որսորդի տղային, որը կարող է դառնալ չարկախարդիր են, կարող է կախարդել, ինքը կարող է դառնալ ծառ, կարող է դառնալ, չգիտեմ, գայլ, աղվես կամ քար, կարող է բարձրանալ արևի աստղերի լուսնի ոլորտներ, կարող է իջնել ծովի հատակ, կարող է խոսել քամու հետ, սարի հետ, կարող է խոսել տարբեր աշխարհների ոգիների հետ, հաթզուկների, էլֆերի եւ այլն, վերջում նորից ստանալ իր մարդկային կերպարանքը, հաղթել չարը եւ դառնալ թագավոր։ Դա մարդկային եսի հատկությունն է, երբ որ երեխաները փոքր են, նրանց համար աշխարհները սահմաններ չունեն, նրանց համար թափանցիկ է ամեն ինչ։ Եվ նրանց համար չկա ինչ-որ մի բան, որը էակ չլինի։ Այ հիշում եք Սանասար ու Բաղդասարի մեջ, երբ որ Սանասարը գնում է քաչքերի աշխարհ, ազատելու, դեղցուն ծամի հետևից, ոչ թե ազատելու, այլ իր հրավերով, հա, այդտեղ ճամփաբաժանին հանդիպում է մի
ծերուկի, որը ասում է Սանասարի ճիշտ քեզ ասելու բան ունեմ, ես հրեշտակն եմ Աստծո, ճամփաբաժանին ճանապարհներն եմ բաժանում, կգնաս այնտեղ հզոր թակավոր կդառնաս, կգնաս այնտեղ հարուստ կլինես, իսկ այնտեղ շատ դժվարությունների մեջ կընկնես։ Սանասարը, որ ասում է միևնույն է պիտի գնամ, ինձ ասելու բան ունես ասա, Աստծո հրեշտակն ասում է նրան, որ տես Սանասար այն աշխարհ որ ընկնես, ում տեսնես այնտեղ կբարևես, այնտեղ գազան տեսնես, բույս տեսնես, թե քար տեսնես, բարևի, թե չէ վատ բան կլինի։ Դա հենց այդ օրինակն է, հա, Սանասարը մտնում է այն աշխարհ, որտեղ ոչ մի բան չկա, որ էակ չլինի։ Եվ դա հեքիաթային կերպարներին հատուկ աշխարհընկալում է, շատ խոր աշխարհընկալում, ինքը թվում է միամիտ, իրականում ինքը միամիտ չի, ինքը պարզ է, իր պարզությամբ ինքը շատ խորն է եւ շատ հզոր աշխարհընկալում է դա։ Մեզ է թվում, որ դա պարզունակ է, որ դա հիմարություն է կամ ասեմ, մեզ ընդհանրապես շատ բան թվում է մեր ժամանակակից մարդու մեծամտության տեսանկյունից, հա, մենք շատ մեծամիտ ենք, մենք գիտենք, մենք ենք որ կանք, բայց դա մեծերը հատկապես չի, հա, մեծերը երեխաներին դա հատուկ չի։ Երեխաները ռեալիստ են։ Իսկ բախում չի լինում, երբ որ այդ հեքիաթային աշխարից, երբ որ իրենց ասում ենք բարևիր քարին, բարևիր քամուն, բարևիր անշունչ որևէ ինչ որ մի բանի, հետո նրանք իրական կյանքում, երբ որ գիտակցում են, որ քարը այդ այն անշունչն է, որի հետ չես կարող խոսել։ Երեխաների մոտ բախում չի առաջանում իրականության եւ այն հեքիաթայինի, որը մենք փոքրուց փորձում ենք նրանց ցույց տալ։ Տեսեք, ես նախ կասեի, մենք իրենց չենք ասում, դա իրենք են մեզ ասում։ Այսինքն մենք մեզանից ինչ է պահանջվում, որ մենք ընկալենք, որ նրանք այդպեսին են։ Այո։ Որ երեխաները այդպեսին են։ Առանց մեր ասելու նրանք բարևում են քարին, ծառին, սարին, ջրին ու աթոռին ու սեղանին։ Շատ դեպքերում ծնողների մտքով էլ չի անցնում, որ նման բան պետք է ասել, բայց երեխաները այդ բանը անում են։ Նույնիսկ երբ որ անում են, ծնողները ծաղրելով են մի տեսակ դա մեկնաբանում, որ այսինքն խոսքը ոչ թե այն մասին է, որ մենք պիտի այդպես անենք, որովհետև ուզում ենք, որ այդպես լինի, այլ մենք ընդհանրապես պիտի փորձենք գտնվել այդ բարձրության վրա, որի վրա գոնե մի քիչ մոտենալ այդ բարձրությանը, որի վրա գտնվում է մանկական գիտակցությունը։ Ընդհանրապես եթե փոքր երեխայի գիտակցությունը մենք ուսումնասիրենք, մենք կհասկանանք, որ մարդը այլևս երբեք իր կյանքում այդքան ստեղծագործող եւ այդքան ճանաչող չի լինում։ Եվ այդքան անկեղծ։ Եվ այդքան անկեղծ, այդքան պոզիտիվ, այդքան ես առիթ եմ ունեցել մի անգամ մի դասախոսություն սկսելու նկարագրությամբ։ Ես ասել եմ, եկեք ես ձեզ պատմեմ հիմա մի մարդու մասին, որին դուք բոլորդ վաղուց գիտեք, ճանաչում եք, բայց գուցե մոռացել եք նրա մասին։ Նա ստեղծագործող էր, բացառիկ ստեղծագործող, անընդհատ ամեն վայրկյան իր կյանքում ստեղծագործում էր։ Ճանաչող, այդքան խորը աշխարհը ճանաչող մարդ, որը ամեն օրվա ընթացքում հսկայական նոր բաներ էր իր համար հայտնագործում, ես կյանքում չեմ հանդիպել ուրիշ։ Շատ դրական էր, բացարձակ կենտրոնացած էր, եթե ինքը զբաղվում էր ինչ-որ բանով, շեղել դրանից իրեն հնարավոր չէր։ Կողքը ռումբել պայթեր, ինքը ուշադրություն չէր դարձնի։ Պոզիտիվ, ես ասացի արդեն ընկերասեր, միշտ ֆանտազիան աշխատում էր եւ այլն, ես դες մի 10 րոպե երևի թվարկում էի հատկություններ, հետո հարցրեցի, պատկերացնում եք, ում մասին եմ ես պատմում։ Այդտեղ մարդիկ ասեցին միգուցե Թումանյանի, միգուցե Փարաջանովի եւ այլ տարբեր ենթադրություններ եղան, բայց ես ասացի դուք բոլորդ եք այդ մարդուն ճանաչում։ Խոսքը փոքրիկ երեխայի մասին է, որը մենք յուրաքանչյուրս մեր մեջ ունեցել ենք եւ թաքնված վիճակում դեռ ունենք։ Եվ իսկապես դա այդպես է, եթե մենք պարզապես նկարագրենք ինքներս մեզ համար խաղացող փոքրիկ երեխային, նրա խաղի ընթացքը, մենք կտեսնենք, չասելով, հա, որ դա գիտեք փոքր երեխայի մասին է խոսքը։ Մենք կտեսնենք, որ ինչ որ գերմարդու մասին է։ Կարծես, հա, նման նկարագրություն կարող է լինել, չգիտեմ, Քրիստոսի մասին, առաքյալների մասին, մեծագույն արվեստագետների մասին, չգիտեմ, այնտեղ Միքելանջելոյի, Թումանյանի, չգիտեմ, Կոմիտասի մասին, հա, թվում է, որ առօրյա մարդու մասին նման բան չես կարող ասել, բայց ամեն երեխա այդպիսին է, մենք էլ ենք եղել այդպիսին։ Պարոն Արա, ինչ եք կարծում, հեքիաթի ասելիքն է
իմաստնությունն է ավելի էական փոքր տարիքում երեխային փոխանցել, կարողանալ մեկնաբանել ամբողջ իմաստնությունը, թե դրանք կարող ենք տալ նաև կարճ փոքր պատմությունների միջոցով, օրինակ picture book կոչվածների պատկերագրքերի միջոցով, որտեղ նկարազարդումները շատ են, ասելիքը քիչ, բայց կարծես թե հիմնական ուղերձը պատումի ընթացքում հասկանալի է։ Ինչով են տարբեր հեքիաթը, քանի որ այն դժվար ընկալելի է, երեխաները շատ հաճախ չեն հասկանում, առանձնահատուկ մեկնաբանություն է նաև հարկավոր։ Կարող ենք կարճ պատումների միջոցով տալ այդ ուղերձները երեխաներին։ Սաբեն ջան, ձեր ասածների հետ կետ առ կետ համաձայն չեմ։ Նախ ով ասաց, որ երեխաները հեքիաթները չեն հասկանում։ Երեխաների համար, քանի որ երեխաները ռեալիստ են, ի տարբերություն մեզ, մենք ենք ապրում ինչ-որ պատկերացումների մեջ, երեխաները աշխարհը ընկալում են անմիջականորեն, այնպեսին ինչպեսին ինքը կա իրականում։ Մենք կորցնում ենք այդ ռեալությունը։ Մենք սկսում ենք առաջնորդվել պատկերացումներով։ Իսկ մենք անընդհատ ինչ-որ գույնի ակնոց ենք ունենում, կամ սև, կամ կարմիր, կամ կապույտ, վարդագույն, չգիտեմ, բայց մենք անընդհատ ու այդ ակնոցը ուղղակի ակնոց չի, իրա վրա արդեն պատրաստի պատկերներ կան, կլիշեներ կան, որոնցով մենք աշխարհը ընկալում ենք։ Սա անխուսափելի process է։ Սա անխուսափելի process է, բայց նաև մարդու ինքնագիտակցման աստիճանից կախված է ինքը կկարողանա դրանից ազատվել։ Այդ պաշտպանվել։ Այդ process-ը կատարվում է ինքնաբերաբար, մեզանից կախված չի, որ դա տեղի է ունենում, բայց մեզանից կախված է մենք կկարողանանք դա դրանից ազատվել թե չէ, այսինքն մեր տեսողությունը մաքրել այդ իմաստով, հա, մեր աշխարհընկալումը մաքրել։ Երեխաները այդպես չեն ընկալում եւ երեխաների համար հեքիաթները ինքնաբերաբար հասկանալի պատկերների եւ իրադարձությունների շարքեր են։ Այսինքն ոչ մի մեկնաբանություն երեխաներին պետք չի, դրա անհրաժեշտությունը չկա։ Ես այստեղ մի պատմական օրինակի դիմեմ, հա, կար այդպես հայտնի մարդկության պատմության բարձրագույն վերելքներից մեկի ժամանակ գերմանական դասական շրջանի, հա, այդ վերելքի ժամանակ կար ընկերություն երկու մեծագույն գերմանացիների միջև, Ֆրիդրիխ Շիլլերը եւ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի միջև։ Երկու մեծագույն բանաստեղծ, մտածող, գիտնական եւ այլն։ Շիլլերը գրեց գեղագիտական դաստիարակության մասին մտքերը, որոնցից ուրեմն նրա ընկերը շատ ոգևորվեց եւ գրեց այն, ինչը Շիլլերը չէր կարող գրել այն փիլիսոփայական ձևով, որով ինքը գրել է, գեղագիտության լեզվով։ Գիտեք ինքը ինչ գրեց։ Ինքը գրեց հեքիաթ Չքնաղ Շուշանի եւ կանաչ օձի մասին, որտեղ ինքը ասում է այն, ինչը փիլիսոփայական գիտական հոդվածի լեզվով արդեն ասել հնարավոր չի, որովհետեւ կա սահման, որից այն կողմ սովորական մտածողությունը մուտք չունի, մուտք ունի միայն կերպարային մտածողությունը, ֆանտազիայի լեզուն։ Հա, երեխաների համար հեքիաթի լեզուն միանշանակ հասկանալի եւ ընկալելի լեզու է։ Նրանք ոչ մի մեկնաբանության, ոչ մի բացատրության կարիքը չունեն։ Երեխայի ես այստեղ կօգտագործեի աշխատանքը, հա, աշխատանքը հեքիաթի հետ կատարվում է այս կերպ։ Երեխան խնդրում է, որ ամեն օր իրեն նույն հեքիաթը պատմեք։ Դա կարող է տևել մի քանի օր, մի քանի շաբաթ, նույնիսկ մի քանի ամիս։ Հետո գալիս է մի պահ, երբ երեխան ասում է, ես այս հեքիաթը չեմ ուզում լսել։ Անցանք հաջորդին։ Շատ անգամ ժամանակակից ծնողները, որոնք սովորեն, որ տպավորությունները անընդհատ պիտի արագ-արագ փոխվեն, որովհետև մենք ապրում ենք տպավորությունների fast food-ի աշխարհում, այո, չեն հասկանում ինչի է պետք նույն բանը պատմել երեխային մի քանի անգամ, առավել եւս ասենք, եթե դա շաբաթներ է տևում, այդ ինչու։ Երբեմն մի օրվա մեջ մի քանի անգամ ես թորնիկից նույն հեքիաթը կարող եմ պատմել մի քանի անգամ նույն օրվա մեջ։ Չի ասում, ես դա արդեն լսել եմ, ինձ մի կարդա նորից, ինձ մի։ Հակառակ ասում է այդ նույնը պատմիր։ Եղել են դեպքեր, հեքիաթը ավարտում է ասում է սկզբից, որովհետև երեխաները ապրում են ներկայում, այդ մենք ենք, որ ապրում ենք կամ անցյալում, մեր հիշողությունների մեջ, կամ ապագայում մեր վախերի, կամ մեր ինչ-որ ամբիցիոզ ծրագրերի մեջ, բայց ներկան անընդհատ բաց ենք թողնում։ Դրա համար հենց որ մի հետաքրքիր բան է ներկայում տեղի ունենում, վերապրելու փոխարեն հեռախոսը հանում ենք, սկսում ենք հավերժացնել։ Մեզ թվում է, որ դա է, բայց դա հենց նրանից է, որ մենք այդ ներկան էլ չենք ընկալում։ Մենք ներկան հենց որ փորձում ենք, ինքը դեռ չկա, հենց որ փորձում ենք փոչից բռնել, ինքը արդեն չկա։ Երեխաները այդպես չէ, նրանց համար անցյալը 3 կամ մի տարի առաջ նույն բանն է, ապագան վաղը կամ մի տարի հետո, այ ասում են նոր տարուն ես քեզ կնվիրեմ, նոր տարին երբ է վաղն է, կամ մի ամիս հետո է, կամ մի տարի հետո է, երեխան
չի հասկանում այդ լեզուն։ Այսինքն նրանք այս պահին ապրում են այսօր այս պահին այո, այդ տևողությունն է, իրանց ներկան տևողությունն է։ Այդ ներկայի տևողությունից դեպի հավերժություն մի քայլ է ընդհանրապես։ Ու այդ իմաստով երեխաների համար չկա, այ ոնց որ դու կարող ես չէ ձեր սիրված երգը անընդհատ լսել։ Հա, իսկ ինչ եք մտածում, որ հնարավոր չի անընդհատ լսել նույն հեքիաթը։ Ձանձրանում են երեխաները։ Չէ, ձանձրանում երեխաները մեծեր են ձանձրանում իրանց պատմելուց։ Այն պահին, երբ որ երեխան զգում է, որ ինքը այս հեքիաթից հիմա վերցնելու բան չունի, այդ պահին ինքը ասում է այդ հեքիաթը չեմ ուզում։ Այստեղ ոչ մի բարդ բան չկա, պետք է ընդհանրապես ուշադիր հետևել նրան ինչը եւ ինչպես է անում երեխան։ Իսկ ինչու է կարևոր նույն հեքիաթը բազում անգամներ կարդալ։ Այսպես հարցը դեմ։ Հա, առաջ օրինակ ընդունված էր, որ ենթադրենք սեղանի շուրջ հավաքվում ընտանիքը հաց ուտելուց առաջ ենթադրենք հարմերն են ասում։ Կամ քնելուց առաջ, կամ ճաշելուց առաջ աղոթք են ասում, կամ քնելուց առաջ օրինակ։ Կամ քնելուց։ Դուք կպատկերացնեիք, որ ամեն օր նոր տեքստ ասեին ինչա պետք հին տեքստը կրկնել։ Չէ։ Ընդունված է ենթադրենք լսել երկրի օրհներգը որոշակի ժամին, որոշակի իրադարձությունների ժամանակ կամ ամեն օր եւ այլն։ Մեկի մտքով անցնում է ինչի համար օրհներգը պիտի նույնը լինի, եկեք ամեն օր փոխենք։ Հեքիաթը բազում պատմություններ ունի եւ մենք կարող ենք ամեն օր մի նոր պատմություն պատմել երեխային։ Եվ մենք անում ենք դա, ես օրինակ անում եմ դա, բայց շատ կարեւոր է երեխայի համար ունենալ որոշակի կայունություն եւ քանի դեռ ինքը վերցնելու բան ունի հեքիաթից, հա ինքը սպունգի նման քաշում է իր մեջ այդ պատկերները։ Իրեն մեկնաբանություն կամ առավել եւս բացատրություն պետք չի։ Բացատրությունը սպանում է հեքիաթը։ Իրեն պետք է այդ պատկերները իր մեջ վերցնելը։ Քանի դեռ տեղ ունի այդ պատկերները իր մեջ քաշելու, համակվելու դրանցով, ինքը դա անելու է։ Հենց որ ինքը զգալու է, որ հերիքա, ինքը ասելու է հերիքա։ Ես ուզում եմ ուրիշ հեքիաթ։ Դա այդպես է, ոնց որ նույն խաղալիքներով է չէ ամեն օր երեխան խաղում։ Եվ պետք չի անընդհատ նոր խաղալիքներ երեխային բերել նոր, որ ինքը հներին ուշադրություն չդարձնի, չսիրի, կոտրի, անընդհատ նոր ուզենա։ Մենք տենց հաճախ փչացնում ենք երեխաներին։ Իհարկե, սովորաբար, այո։ Հա, բայց դա հենց գալիս է այդ սպառողական մշակույթի հետևանքով։ Ինչին որ բերեցինք, հասցրեցինք մենք մեր երեխաներին։ Շորը առանք, վաղը դենք գցեցինք, հաջորդ օրը նորը անընդհատ։ Բայց այդ հոգեբանությամբ չի կարելի մոտենալ երեխաներին։ Այսինքն ոչ միայն հեքիաթն է այստեղ դաստիարակչական, այլ նաև նրա պարբերաբար նույն հեքիաթը ընթերցելը, այսինքն մենք երեխային ինչ որտեղ երեխայի մեջ դաստիարակում ենք այդ կայունությունը։ Ճիշտ ասած, առաջին անգամ եմ լսում այս միտքը եւ ինձ շատ հետաքրքիր է հիմա փորձարկել սա։ Ինչպես է կարելի։ Երեխան առանց մեր դաստիարակչական նպատակների ինքը կխնդրի, որ մենք ամեն օր նույնը պատմենք, նորից եմ ասում, այնքան ժամանակ, որքան դա իրեն պետք է։ Այն պահից, երբ ինքը, այսինքն խոսքը նրա մասին չի, որ մենք իրան զորով ստիպենք ամեն օր նույնը լսել։ Հա, եթե ցանկություն արդեն չունի, մասին է, որ ճիշտ հասկանանք եւ ընկալենք այդ պահանջը, այդ նույնիսկ ցանկություն չի, այդ ներքին պահանջ է։ Այդ պահանջը ու երեխայի համար օրինակ այդ հոգեվոր մշակույթի 3 տարերը, արվեստ, գիտություն եւ կրոն տարանջատված չեն, ինչպես հին աշխարհում տարանջատված չէին։ Երեխայի համար դրանք 3-ը մեկն են, այսինքն ճանաչողությունը, ստեղծագործությունը, ֆանտազիան եւ ներքին ակնածանքով աշխարհի մեծության առաջ խոնարհվելը երեխայի համար այդ 3 տարբեր գործողություններ են մի գործողության մեջ։ Երբ երեխան հեքիաթ է լսում, դա իր համար եւ ֆանտազիայի աշխատանք է, եւ աշխարհը ճանաչողություն է եւ յուրատեսակ աղոթքի նման ներքին ակնածանքով գործողություն։ Դա շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, որ երեխան ամբողջական էակ է, ինքը կարելի ասել մի քիչ գիտական փիլիսոփական տերմինաբանությամբ սինկրետիկ գիտակցություն ունի, ոչ թե անալիտիկ, ինքը դեռ չի վերլուծում, չի մասնատում։ Վերլուծել նշանակում է մասնատել։ Մասնատելը ամենալավ բանը չի աշխարհի ամբողջականությունը մասնատման մեջ մենք կորցնում ենք։ Ուրիշ հարց, որ առանց մասնատելու մենք որպես հասուն մարդիկ ձեռք չենք բերի ազատություն, մենք միշտ կմնայինք ամբողջի մի մաս։ Բայց այդ մասնատելուց հետո մենք պետք է նորից գանք սինթեզի։ Հակառակ դեպքում մենք ունենում ենք այդ աղճատված իրավիճակը։ Ծնողների հետ այս տարիներին ինչքան շփում եմ ունեցել, այս հարցը շատ ակտուալ է եղել, որ
Նախ հեքիաթը դժվարությամբ հայկական հեքիաթները հատկապես Աղայան, Թումանյան դժվար են լսում։ Կեսից երեխաները ուշադրությունը կարծես շեղվում է ուրիշ բանի վրա, կենտրոնացում չկա։ Եվ երկրորդ, ծնողները փորձում են մեկնաբանել, բացատրել ընթերցումից հետո փորձում են երեխայի հետ զրուցել եւ տալ այն կարևոր ուղերձները, որ հեքիաթում կարևոր կետերն էին։ Փաստորեն ձեր խոսքերից հետո կարելի է ենթադրել, որ բոլորովին էլ կարիքը չկա այդ մեկնաբանության, պետք է թողնել երեխան ինքը իր ընկալման տեսակը որոշի։ Այո, որովհետև հեքիաթների մեջ գործում է ոչ թե տրամաբանությունը, որ ավելի ցածր տեսակագիտակցության, այլ կերպարային գիտակցություն, իսկ այդ կերպարային գիտակցության հետ գործ ունեն պատկերներ ու կերպարները, որոնք կան հեքիաթներում, երևակայությունը, որոնք այո, որոնք օբյեկտիվ պատկերներ են, ոչ թե հնարված։ Հա, դրանք վերցված են մարդկության մեծագույն ուսուցիչների կողմից, որոնք անանուն գործել են միջին դարերում օրինակ, դրանք վերցված են մարդու էությունից ու նրանք իրենց գործը անում են այդ կերպարները, որոնք կենթանի էակների պես ոնց որ երեխայի ներաշխարհում շարունակում են գործել։ Դրա համար եթե դուք ուզում եք, որ երեխան լինի բարի, որ լինի ամուր, որ լինի աշխարհի հանդեպ համապատասխան վերաբերմունք ունենա, լինի քաջ եւ այլն, պետք չի ասել եղիր բարի, եղիր ամուր, եղիր քաջ, պետք է նրան պատմել հեքիաթներ։ Այսինքն իրական կյանքում հետագայում նրանք չեն ունենա խնդիր, երբ որ կտեսնեն դաժանություն, երբ որ կտեսնեն բռնություն, երբ որ կհասկանան, որ բացի հեքիաթից շատ ուրիշ բացասական ոչ բարի, չար բաներ կան կյանքում։ Եթե ունենան խնդիրապա ոչ հեքիաթի պատճառով, հեքիաթը ամրացնում է եւ օգնում է դիմակայել այդ։ Որովհետեւ հեքիաթում էլ կա չարն ու բարին, դաժանը։ Այո, հեքիաթը իրականությունը չի աղավաղում, բայց հեքիաթը տալիս է քեզ ներքին ուժ այդ իրականության մեջ գտնվելու եւ գիտակցում, որ այդ իրականությունը դա միայն տեսանելի իրականությունը չի։ Հա, որ այդ իրականության մեջ կա նաեւ այն անտեսանելին, որը ավելի իրական է, քան այդ արտաքին իրականությունը։ Այսինքն այդտեղ կա այդ բարի եւ չար ուժերի բախումը եւ այլն, դրանք իրական բաներ են։ Այդ կոնֆլիկտը իրենք հեքիաթում տեսնում են, որը հետագայում իրական կյանքում կհանդիպեն եւ կկարողանան դիմակայել։ Այո, եւ կհանդիպեն եւ անխոս կհանդիպեն եւ որպես արտաքին իրադարձություններ, բայց նաեւ որպես ներքին, որովհետեւ այդ ներքին իրադարձությունների մեջ է, որ օրինակ հոգին փնտրում է ոգուն կամ սպասում է կարելի ասել մարմնի կողմից ոնց որ բանտարկված սպասում արդյոք ոգին իրան կկարողանա ազատագրել թե ոչ երբ արքայազնը ազատագրում է արքայադստերը իդեպ ասացիք կարդալ Թումանյան Աղայան նրանք մեծագույն գրողներ են բայց մինչև այդ կան ժողովրդական հեքիաթներ այո որոնք իհարկե նույնպես ունեցել են հեղինակներ բայց դա եղել է այն աղբյուրը սկզբն աղբյուրը որից օգտվել են եւ Թումանյանը եւ Աղայանը եւ ասենք նույն Անդերսենը եւ այլն։ Դրանք Բերնեբերան մեզ փոխանցված պատմություններ են։ Հրաշալի հեքիաթներ, հա ծովինարը վերցրեք, անմահական խնձորը, անկտրել վարունգը եւ այլն, դրանք հանճարեղ հեքիաթներ են։ Ես ուղղակի չեմ հավատում, որ որևէ երեխա կարող է ձանձրանալ, եթե ծնողը իհարկե ոչ թե չոր ընթերցում է դա, այլ պատմում։ Կամ եթե պատմում է կամ շատ կենթանի ոճով է ընթերցում կամ դերային բաժանում անել դերային բաժանում ես խորհուրդ չէի տա որովհետև ասեմ ինչու որովհետև հեքիաթները մուլտիկներ չեն եւ առակներ չեն որտեղ է դերային բաժանումը տեղին է հեքիաթները շատ օբյեկտիվ են իրանք ոնց որ գիտեք կերպարով պատասխանեմ այդ ձեր հարցին ինչու որտեղ բաներ կան որոնք ավելի հեշտ է կերպարի միջոցով պատկերացնել քան տրամաբանորեն հեքիաթը իջնում է կարծես աստղային վերմակի կամ թիկնոցի նման իջնում է երեխայի վրա վերևից օբյեկտիվորեն եւ մի քիչ քնացնում է նրա գիտակցությունը ինքը ոնց որ տանում է դեպի երազային պատկերներ երեխային այստեղ պետք չի դերային շատ ուժեղ շեշտված կատարում որովհետեւ եթե դուք դերային օրինակ չար պերսոնաժին կամ բարի պերսոնաժին կատարեք դուք բերում եք նրա չափազանց մեծ նյութականացում իսկ պետքա որ նա մնա իր օբյեկտիվ նախանյութական շերտում, հա գիտակցության, որտեղ ինքը չի ստանում կոնկրետ sense kit կամ չգիտեմ, sense ձայները։ Դրա համար լավագույն բանը չի հեքիաթները նաև վերածել ենթադրեն կոմիքսների, օրինակ, դա հեչ լավ չի։ Կամ ներկայացման։ Ներկայացման մեջ կարող է լինել, որովհետև թատրոնը մի քիչ այլ է, թատրոնում դու միշտ գտնում ես ներկայում այստեղ եւ հիմա։ Եթե դա ճաշակով ներկայացում է, եթե դա ներկայացում է, որը կարիկատուրային չի,
կարող է հեքիաթը ներկայացման մեջ լինել եւ դա ված չի, բայց այդ եթեն շատ կարեւոր է, այդ 1000-ից մեկը էլի լինում այդպես։ Օրինակ հատկապես լավ տեխնիկայի ներկայացումը շեշտում եմ լավ բառը։ Այո։ Այսինքն բանալի բառը։ Լավ տեխնիկայի ներկայացումը ինքը կարող է հեքիաթային լինել։ Չգիտեմ գիտեք թե չէ, Ֆաուստը գրվել է որպես տեխնիկայի ներկայացման համար պիես։ Ի սկզբանե։ Իսկ ինքը ի վերջո մեծ հեքիաթ է, չէ՞։ Ընդհանրապես հետաքրքիր է տեսնել այդ հանճարեղ մեծ հեքիաթները, Միխայել Էնդեի հեքիաթները կարող են շատ լավ դառնալ ներկայացումներ։ Ներկայացումը եւ կինոն այդ տեսակետից տարբեր են։ Կինոյի մեջ նյութականացման աստիճանը շատ մեծ է։ Ներկայացումը ինքը կենթանի է եւ կախարդական այդ հմայքը մոգականություն ունի ունեցող իրադարձության, որը մի վայրկյան հետո էլ չկա ու դու պիտի ընդամենը հետք ունենաս քո մեջ դուրս գալով, հա, այդ թատրոնից դա ներկայացման դեպքում տարբերվում է։ Կարդալու մասին ասեցիք, ես կասեի օրինակ, որքան փոքր են երեխաները, այնքան կարևոր է, որ ծնողները հեքիաթ պատմեն։ Ոչ թե կարդան։ Ոչ թե կարդան։ Հա, հետո կարելի է եւ կարդալ, որովհետեւ իսկապես կան հեքիաթներ, որոնք այնպիսի լեզվով են շարադրված, որ ամեն բառը կարևոր է։ Իսկ հետագայում երեխան ինքը ընթերցի հեքիաթները, չէ՞ որ մենք սովորաբար հեքիաթի փուլը ավարտվում է, երբ որ երեխան այսպես ասած մեծանում է մի փոքր եւ այլևս ծնողը ինքը չի ընթերցում, երեխային չենք տալիս շատ անգամ հեքիաթներ ընթերցի։ Սովորաբար ծնողները կամ հատկապես մամաները կարդում են իրենք եւ երբ որ արդեն երեխան մեծ է եւ մայրը չի կարդում, այդ փուլը հեքիաթային ավարտում ենք։ Ես շատ բախտավոր մարդ եմ եղել, երբ որ ես երեխա էի, մեր տուն անընդհատ հայրս բերում էր նոր գրքեր եւ դրանք հեքիաթներ էին եւ ես անընդհատ դրանք կուլ էի տալիս։ Ու միջև այսօր էլ ես անընդհատ հեքիաթներ կարդում եմ, որովհետեւ պարզապես առանց դրա դու զգում ես ոնց որ անապատում լինես, հա, առանց ջրի, առանց ինչ որ կարևոր սննդի, որը հոգու համար շատ կարևոր է։ Հեքիաթները զարմանալի գրականություն են, դրա համար ես կարծեի պետքա գնալ դեպի ժողովրդական ամենապարզ հեքիաթներ են հեքիաթները, որոնք ծնողը ինքը կարող է նույնիսկ հնարել։ Այո, այո։ Ամենապարզ իրերի մասին նույնիսկ որոնք շրջապատում են երեխային, հա, երևույթների մասին, պատկերների մասին, ուղղակի պետքա հնարի, բայց երբեք առանց չստի։ Երեխաները շատ են սիրում իրենց ծնողների հորինած հեքիաթները, հատկապես երբ որ երեխային ծանոթ առօրյայից են այդ պատմությունները, ինքն էլ գիտի դրանց մասին։ Առօրյան կախարդական է, մեզ համար առօրյան դառնում է ձանձրալի, երեխայի համար ոչ մի ձանձրալի բան չկա։ Իրերը կարող են խոսել։ Այո։ Հա, տարբեր կենցաղային իրերը, ամեն ինչ, հա։ Այ Անդերսենը հեքիաթ ուներ, որտեղ ծաղիկները գիշերը սկսում են խոսել իրար հետ։ Կամ իրերը գիշերը սկսում են իրար հետ խոսել, երբ որ երեխան քնում է, հա, այդպեսի։ Ու դա միգուցե նա ինչ որ երեխան ներքուստ զգում է, որ իրերը որոշակի վերաբերմունք ունեն իր հանդեպ, ոչ միայն ինքը վերաբերմունք ունի իրերի հանդեպ, այլ իրերը վերաբերմունք ունեն։ Բայց պատահում է, չէ, որ երեխան հարցնում է, օրինակ, մամա, ինչպես է որ ծաղիկը խոսում է, չէ, որ մեր բակի ծաղիկը չի խոսում։ Այսինքն այդ ժամանակ այդ բախումը իրականության հետ չի խոսում կամ մենք չենք լսում, կամ մենք չենք կարողանում դա լսել եւ կարծում եմ դա այդպես է, որովհետեւ ինչ է նշանակում խոսել նշանակում է որոշակի վերաբերմունք արտահայտել։ Ու ես չեմ կարծում որ աշխարհում կա որևէ իր, որը пассив աշխարհի հանդեպ։ Անպայման չի խոսքով դա ասվի, այսինքն իրեր, որոնց լեզուն շատ հեռու է մեր լեզվից, կամ իրեր կամ էակներ, որոնց լեզուն մեզ ավելի մոտ է, ասենք կենթանական աշխարհը չունի խոսք, բայց ամեն կենթանու մեջ դու զգում ես խոսքի կարոտ, ինքը ուզում է ասել, բայց չի կարող։ Այսինքն ցանկացած բան, որ էմոցիա է արտնացնում դիմացին մոտ, ապրում որևէ վերաբերմունք, կարող ենք համարել, որ խոսում է։ Դա այն բարձրագույն խոսքը չի, որը մենք անվանում ենք բան, իսկ վերբալ խոսքը չի, վերբալ խոսքից դուրս, բայց դա որոշակի ժեստ է, իսկ ժեստը դա էլի արտահայտչա միջոց է, քարը ունի ժեստ։ Եվ այս բյուրեղը տարբերվում է այն բյուրեղից, դրանք ունեն այդ ժեստերը։ Ինձանից է կախված, ես զգում եմ այդ ժեստերի տարբերությունը, որը ամեն քար կամ մետաղ, ասենք, ոսկու եւ արծաթի ժեստը շատ տարբեր են։ Հակառակ դեպքում ոսկին եւ արծաթը չէին ունենա այդքան տարբեր գին,
հա, մարդկության պատմության մեջ, հա, կամ ենթադրենք Վարդի եւ Շուշանի ժեստերը ինչքան տարբեր են, չէ՞։ Վարդուն է այդ միացնող էլեմենտը իր ժեստի մեջ, ունի այդ փշոտ ճանապարհի ժեստը, հա, եւ ունի թագը, որը վերջում կա այդ հրեղեն թագը եւ այդ զարմանալի հոտը։ Շուշանի ժեստը տարբեր է, ինքը ունի մաքրություն, բայց այդ մաքրության մեջ կա նաեւ ժեստը, որ ինձ չմոտենաս, որովհետեւ Շուշանի հոտը թունավոր հոտ է, եւ եթե դուք երկար ժամանակ գտնվում եք Շուշանի կողքը, դուք կզգաք գլխացավ, դուք կզգաք տհաճություն, հա, Շուշանին պետք է նայես հեռվից եւ հիանաս։ Ինչ են սովորեցնում սրանք երեխաներին։ Իրանք սովորեցնում են Շուշանը ունի իր ժեստը եւ Վարդունի իր ժեստը, իսկ մնացածը իրենք սովորեցնում են այնպես, որ մենք հիմա ձեզ հետ ինչքան էլ խոսենք, մենք բարերով դա չեն կարողանա արտահայտել։ Այս մոգականությունը հենց տալիս է հեքիաթ։ Իհարկե, ու դուք կարող եք շատ հաճախ եւ հեքիաթներում եւ լեգենդներում Շուշան եւ Վարդ հանդիպել օրինակ։ Նույն Լուսերես եւ Վարդերես, հա, այդ բաները իրանք կերպարները իրանք էլի ծաղիկների աշխարհից են վերցած։ Անդերսենի Ձունեթակուհին հեքիաթը եթե հիշեք, այնտեղ կա տեսարան, որտեղ ծաղիկները պատմում են իրենց պատմությունները։ Հա, երբ որ Գերդան մոռացել է, որովհետև նրան սանրել են այդ ոսկե սանրով, եւ ինքը մոռացել է որտեղից է գալիս եւ մոռացել է ապագայի մասին, մոռացել է ուր է գնում։ Իր նպատակն է մոռացել, հա, մեկ էլ ինքը հայտնաբերում է, որ վարդեր չկան այդ այգում, սկսում է լաց լինել եւ վարդերը դուրս են գալիս հողի տակից ու սկսում են իրեն ասել, որ կայ է այնտեղ չի, հողի տակ չի, հա, վարդը միակ ծաղիկն է, որը կարող էր դա ասել, այդ վարդի ժեստն է, վարդը գիտի այն աշխարհը, որովհետեւ ինքը փշոտ ճանապարհ է անցել, պատահական չի օրինակ, որ քրիստոնեության մեջ, քրիստոնեական տարբեր սյուժեներով վարդը այդքան կարևոր դեր է ունեցել միշտ ու պատկերների մեջ, նաև միջնադարյան պատկերների մեջ։ Պարոն Արա, դպրոցում, երբ որ շփվում եք երեխաների հետ, տեսնում եք նրանց ցանկությունը կամ չցանկությունը դեպի գիրքը, դեպի ընթերցանությունը, որքանով եք կարողանում դպրոցում տալ այն գործիքները, որոնց միջոցով կբերեք երեխային դեպի ընթերցանություն։ Մի բան, որ այսօր տանը ծնողներին շատ քիչ է հաջողվում։ Կարողանում եք դուք դպրոցում դա փոխանցել երեխաներին, թե դժվարանում եք։ Տեսեք, ժամանակակից աշխարհում դա շատ բարդ է ընդհանուր առմամբ, որովհետև գոյություն են գadgetները, որոնք ցավոք սրտի հայ ծնողները այն վայրի ցեղերի նման, որտեղ կարելի էր, հա, մարդկային կյանքը առնել մի քանի գունավոր պսպղուն ապակիներ առաջարկելու դիմաց, այ մեր ծնողները իրենց երեխաների ներաշխարհը պատրաստ են հանձնել այդ գadgetներին, այդ գadgetների մի քանի էֆեկտի դիմաց։ Շատ ավելի գadgetավորված ճակերտերով օգտագործեմ, հա, եվրոպական մշակույթում օրինակ դու չես տեսնի փողոցով քայլող երեխա, որ այսպես է քայլում։ Կամ ասենք թե ավտոբուսում կամ տրոլեյբուսում, այնտեղ գիտեն դնել սահմաններ։ Դες չի որ ես շատ մեծ երկրպագ ունեմ այն ամենի ինչ որ այսօր կատարվում է եվրոպական երկրներում, շատ բաներ կան, որոնք ինձ համար առնվազն տարօրինակ են, բայց գոնե այդ առումով, այդ սահմաններ դնելու, գիտակցելու, որ կան բաներ, որոնք երեխայի համար չեն ու խաղալիք չեն, այլ գործիք են։ Այդ գիտակցության առումով եվրոպացիները շատ առաջ են։ Սա կրթված հասարակության արդյունքում է։ Դե սա որոշակի նվաճված է գիտակցությունը կրթության ոլորտում, այո, ինչ որտեղ։ Որպես ծնող նկատի ունեմ կրթված լինելու ինչպես վերաբերվել եւ սահմաններ դնել։ Բայց դա չի նշանակում, որ մենք ի սկզբանե պարտված ենք, որովհետև իսկապես միջոցներ կան։ Առաջինը դա այնա, որ ուսուցիչը, որին երեխաները միջև որոշակի տարիք առնվազն ընդունում են որպես հեղինակություն, անվերապահորեն եւ շատ բարձր վարկ են տալիս ուսուցչին, հա, ուսուցիչը ինքը պիտի լինի ընթերցող։ Ոնց տեսնեն դա երեխաները ինչպես պետք է։ Դա երևում է։ Այդ չի նշանակում, որ դու պիտի բերես երեխաների առաջ գիրքը բացես, նստես ու կարդաս խելոք տեսքով բացարձակ։ Երեխաները զգում են։ Դու կարդացող ես, այսինքն պատկերացրեք երկու դասարան, որտեղ երկու ուսուցիչ ասում են, ասենք, չգիտեմ, ծխելը լավ չի։ Մի ուսուցիչը ծխում էր, հետո թարգել է,
ուժ է գտել իր մեջ եւ թարգել է։ Մյուս ուսուցիչ ծխում է, բայց եկել է երեխաներին խելքասորես, որ նրանք ասում են նույն բառերը եւ երեխաներ չգիտեն, որ այս ուսուցիչը ծխում է, մեկը չէ։ Մի դասարանում բառերը այդ խոսքը վստահություն եւ հարգանք առաջացնի երեխաների մեջ, մյուս դասարանում չի առաջացնի, որովհետեւ այդ խոսքի հետևում այդ մարդը կանգնած է, իսկ մյուս դեպքում այդ խոսքի հետևում մարդը կանգնած չի։ Երեխաները դա զգում են։ Կա տենց հին արևելյան առակ, ինչ որ իմաստունի մոտ մայրը երեխուն բերում է, ասում է երեխաս անդադ քաղցր է ուտում, խուրմա կամ չգիտեմ ինչ ռահատ լոկում անընդհատ ինչ պատահում է քաղցր ուտում է, մի բան ասա որ չուտի, այս մարդը ասում է տար, մի ամիս հետո կբերես։ Մի ամիս հետո գալիս է, ասում է հա բերեցի, ասում է պետք է քաղցր չուտես։ Երեխան ասում է լավ։ Դուրս են գալիս, դա մայրը ասում է մի րոպե սպասի, մի հատ գնամ ու էլ չի ուտում, հա։ Մի հատ գնամ տեսնեմ էլ, ասում է մի ամիս առաջ չէի կարող այդ նույն բանը ասել։ Ասում է կարող էի, բայց ես 5 րոպե ձեր գալուց առաջ մի լավ բան եմ կերել, քաղցր, խմորեղենով, բանով, խուրմայով նախաճաշ եմ արել։ Իսկ քո գալուց հետո ես մի ամիս ինքս քաղցր չէի ուտում։ Այդ շատ իմաստուն բան է, պատմություն է, իմաստուն առակ է, որը ցույց է տալիս հետևյալը, եթե դու ինքդ քո վրա դա չես կարող իրագործել, մի պահանջի ուրիշից քո խոսքը ոչ մի արժեք չունենա։ Հետևաբար առաջին պայմանը դա ուսուցիչ ինքը պետք է իսկապես անընդհատ ընթերցող լինի։ Այդ մեկ, երկրորդը ուսուցիչը պետք է կարողանա լավ պատմել։ Երբ որ ուսուցիչը լավ պատմում է, ամեն օր դասի ընթացքում, դասի վերջում եւ այլն, երեխաները լսում են կենթանի խոսք, պատմություններ, նրանք դառնում են, այսինքն դրանք կան ի սկզբանե, բայց նրանց մեջից դուրս չի գալիս այդ պատմության հանդեպ քաղցը։ Այդ պատմությունը, եթե դա առաջին դասարաններում հեքիաթ է, հետո կարող է դառնալ առակ, հետո կարող է լեգենդներ լինեն, էպոս, հետո դիցաբանություն, հետո միջնադարյան, չգիտեմ, բալադներ եւ այլն, հետո պատմական իրադարձություններ եւ հետո մեծ մարդկանց կենսագրություններ, դրանք բոլորը հեքիաթի մետամորֆոզներ են։ Ինչա հեքիաթը, դա մի ճակատագրի իդեալականացված պատկեր է։ Ինչա կենսագրությունը, դա մի մարդու հեքիաթ է։ Այո։ Այդ իմաստով, երբ որ դուք ասեք Լեոնարդո դա Վինչիի կենսագրությունն եք պատմում, կամ ասենք, չգիտեմ, Ռաֆայելի կենսագրությունն եք պատմում, կամ Ջեյմս Վատի, կամ Անդերսենի, կամ Հովհաննես Թումանյանի, դա այդ մարդկանց հեքիաթն է։ Այսինքն նրանց կյանքի պատկերը, որի ընթացքում երևում է ծնունդից մինչև մահ, ինչպես է այդ մարդկանց մեջ գործել ոգին, ինչ մետամորֆոզ անցել այդ մարդը ծնունդից մինչև մահ, ինչ է ինքը բերել այս աշխարհ, ինչով է ինքը գնում այս աշխարհից։ Կերպափոխումը։ Հա։ Ու դա մեծ նշանակություն ունի։ Եվ երրորդը իհարկե դուք պետք է հետաքրքիր ընթերցանություն առաջարկեք երեխաներին։ Այդ հետաքրքիր ընթերցանության շարքում իհարկե դասագիրքը չի։ Դասագիրքը չի, այո։ Եվ ամենամեծ խնդիրներից մեկը այն է, որ դասագիրքը գրվում է իբր գիտական, կեղծ գիտական լեզվով, բայց եւ ինքը ասելիքը եւ հատկապես այն ինչպես է ասվում, դա ոչ մի բան երեխայի հոգու խորը հարցերին չի ասում։ Իսկ պետքա լուրջ վերանայել այդ հարցը, օրինակ հենց այդ պատճառով Վալդորֆյան դպրոցը չի օգտագործում դասագիրք, մենք օգտագործում ենք բազմաթիվ գրքեր, որոնք ուսուցիչը ընտրում է եւ ինքը աշխատում է մշակելով սկզբնաղբյուրներ։ Իսկ եթե ուսուցիչը աշխատում է մի քանի տվյալ առարկայից, մի քանի գիրք սկզբնաղբյուրներից վերամշակելով, որ գա դասարան եւ որպեսզի գա դասարան եւ պատմի այդ ամբողջը երեխաներին հետաքրքիր լեզվով, դա արդեն երեխաների մեջ ցանկություն եւ ամեն անգամ տարբեր, ոչ թե ստաբիլ նույն դասագրքի նույն նյութը։ Եվ դու չես կարող երկու դասարաններում նույն նյութը նույն ձևով տալ, եթե դու կենթանի մարդ ես, դու ինքդ քո այդ մի տարվա մեջ զարգացում ապրել ես, դու ինքդ փոխվել ես, այդ մեկ երկրորդ դասարանը տարբեր է, որը քո առաջ է գտնվում, հա։ Այդ բոլոր գործոնները իրար հետ միասին նրանք ստեղծում են այն իրավիճակը, երբ երեխաները ձգտում են կարդալ։ Բացի դրանից մենք շատ լուրջ աշխատանք ենք տանում ծնողների շրջանում, հորդորելով, բացատրելով, համոզելով, այդ ծնողներին պետք է բացատրել, երեխաներին ոչ մի բան պետք չի բացատրել, նրանք ընկալում են ուրիշ ձևով, բայց ծնողներին պետք է։ Ինչու երեխաներին պետք է ազատ պահել գadgetներից առնվազն մինչև
13-14 տարեկան դառնալը, իսկ եթե հնարավոր է մի քիչ էլ ավել, իսկ հետո էլ հետևել, որ դա լինի ոչ թե խաղալիք, այլ գործիք, աշխատանքային գործիք, բայց ոչ դրանից շուտ, որովհետև դրա շնորհիվ դու պահպանում ես երեխաների երևակայության, ֆանտազիայի թարմությունը, հետաքրքրությունը եւ երեխաները շատ ավելի մեծ հավանականություն կա, որ կդառնան ընթերցող։ Հենց որ երեխաները սկսում են հեռախոս գրպանում, իսկ հեռախոս նշանակում է ինտերնետ, նշանակում է ամեն ինչ, որը փոխարինում է երեխայի ներքին ակտիվությունը, արտաքին պատկերներով, ունենալ նրանք դադարում են կարդալ։ Ու հետո արդեն միայն առանձին երեխաներ կարող են շարունակել դա, ով ներսում ավելի մեծ ցանկություն եւ սով ունի, բայց միջև այդ բոլոր երեխաները այդ ցանկությունը ունեին։ Այսինքն կարող ենք չվախենալ, որպես ծնող, կարող ենք չվախենալ, որ երեխան մինչև 13-14 տարեկան չի ընթերցում եւ նրանից հետո կարող է հանկարծ սկսել ընթերցել, այսինքն այդ հետաքրքրությունը դա հնարավոր է, բայց ամեն դեպքում ինչից վախենալ ընդհանրապես ոչինչից չարժի, բացի մի բանից, որ պետք է ասեմ, մենք պետք է վախենանք երեխայի մանկությունը պղտորելուց։ Իսկ այդ պղտորելու ամենահզոր միջոցը դա իհարկե հեռախոս ու համակարգիչն են այսօր։ Իսկ մինչև որ հեռախոսը կար, մինչև որ կար, կարդում էին մարդիկ։ Կարդում էին։ Չեք հիշում այդ ժամանակները, երբ որ մարդիկ Ես կարդում էին։ հիշում եմ։ Չեք հիշում ժամանակներ, կամ իսկ ես դուք հաստատ դա չեք հիշի, բայց ես հիշում եմ ժամանակներ, երբ որ մարդիկ գիշերները հերթ էին կանգնում, որպեսզի ինչ որ գրքին բաժանորդագրվեն, կտրոն ունենան։ Հիշում եմ ժամանակներ, երբ որ մարդիկ 200 հատորյակն էին բաժանորդագրվում այդպես, այդ լիտ պամյատնիկը շարքներին կամ արկածային գրականություն կամ կամ այն փիլիսոփ, ամեն ոլորտում, երբ որ մտնում էիր տուն, եթե գիրք չէիր տեսնում, զարմանում էիր այս տունը։ Ես հիշում եմ այդ ժամանակները, ես հիշում եմ ժամանակները, երբ որ մարդիկ մրցում էին ու իրար, մենք հավաքվում էինք դպրոցում, պատմում էինք իրան, ով ինչ գիրք է կարդում, կամ, չգիտեմ, Ալեքսանդր Դյումայի, որ գիրքն ես այս պահին դու կարդում 3 հրացանքների, իսկ ես 20 տարի անց, իսկ ես Մարգոտ Հակոյին, իսկ ես եւ այլն, հա։ Այդ ժամանակները հո կային, մենք հո հիշում ենք դա։ Բրեդբերին ունի ֆանտաստիկ մի գիրք, շատ դառը, շատ տխուր, այդ բանը 451 աստիճանից Ֆարենհայթի, որտեղ նկարագրվում է հասարակություն, որը պատժում է գիրք կարդալու համար, եւ վերջում այդ գլխավոր հերոսը ինչ որ գիրք անգիր անելով, ինչ որ գրքերով փախչում է անտառ, որտեղ գտնում է մարդկանց, որոնք անգիր գիտեն ամեն մեկը մի գիրք ու սպասում են այն ժամանակների, երբ հնարավոր կլինի դա նորից գրի առնել եւ փոխանցել մարդկությանը։ Ես չի ուզենա, որ մարդկությունը այդ ճանապարհով գնալ ու դա մեր ձեռքն է, մեզանից է կախված ի վերջո, մենք գրքի արժեքը կկարողանանք փրկել թե ոչ։ Շատ տպավորիչ գործ է ի դեպ Բրեդբերի։ Շատ ծանր գործ է, բայց շատ տպավորիչ։ Ծանր, այո։ Մեր դասարաններից մեկը 2 տարի առաջ դա բեմադրեց, միջազգայից հետաքրքիր բեմադրություն է, շատ էլի ողբերգական, բայց ազդեցիկ։ Կարողացել էին փոխանցել ամբողջ այդ։ Այլ ներկայացում էր։ Ձեր դպրոցում ընդհանրապես երեխային վերաբերվում են շատ, այսպես ասում են, հաշվի են առնում, շատ լուրջ են վերաբերվում ցանկությունները եւ երեխային ամեն մի աշակերտի այսպես անհատական վերաբերմունք, որովհետեւ ամեն երեխա իր տեսակը ունի, երբեք չեք դնում բոլորին բոլորի նույն այսպես հարթության տակ, այդ անհատական մոտեցումը շատ ակնհայտ է եւ ամեն երեխա իր բնավորությունը ունի, բայց ընդհանուր մի մոտեցում ունեք բոլորին ստեղծագործ միտքը զարգացնելու եւ դասագրքերի բացակայությունը այս համակարգում ինքնուրույն դասագրքեր ստեղծելը տարիներ շարունակ օրինակ երեխան ընդունվում է Վալդորֆյան դպրոց եւ գրիչ չի օգտագործում տարիներ շարունակ նա նկարում է մոմամատիտներով հետո երբեմն որոշ դասարաններում այո, որոշ դասարաններում ոչ թանաքագրիչով են գրում։ Բոլոր դասարաններում, հա, թանաքագրիչով։ Մինչև թանաքագրիչ փետուրով։ Փետուրով։ Մի երկու շաբաթ երևի, որպեսզի զգան ինչ է դա։ Էպոպեա է փետուրի գրիչ։ Թաթախելով բանի մեջ, թանակի մեջ։ Հետո կամ փայտիկներով լինում է նաև եղեգնի փայտիկներով, որ այդ ուսուցիչները տարբեր են անում, բայց շատ է այո, շատ երեխաների ամենասիրած շրջափուլն է եւ շատ դժվարությամբ են այդ փետուրից հրաժարվում
հետո այդ թանաքագրիչի հմայքը եւ հետո կարծես որերորդ դասարանից նոր գրիչ են երրորդի վերջ, չորրորդի սկիզբ վերցնում ձեռքները։ Չէ, էլի թանաքագրիչ է, էլի դա գրիչ է։ Ամեն դեպքում արդեն դասական գրիչ, որով թանակի ծայր ունեցող գրիչ չի։ Եվ այս ծնողների մտավախությունը, որ Վալդորֆյան դպրոցը կրթական առումով, գիտելիք տալու առումով շատ մեծ, այսպես բաց է ունենում, հասցնում է երեխան հետո այդ ամեն ինչը սովորել, ինչը որ կարծես թե դասական կրթական համակարգում շատ ավելի վաղ են անցնում։ Սկսենք դրանից, որ երբ որ անցնում է շատ ավելի վաղ, շատ ավելի խիտ, շատ ավելի շատ ավելի արագ, ստեղծում է պատրանք, որ հասցնում են։ Ես կարդացել եմ շատ հետաքրքիր հետազոտություն, 10 տարի առաջ երևի, երբ վիճակը ավելի բարվոք էր, քան հիմա, Պետերբուրգի եւ Պետերբուրգի մարզում արել են հետազոտություն, հայտնաբերվել է, որ Պետերբուրգի մարզի շրջանավարտները չեն հիշում դպրոցի անցած նյութերի 96%-ը։ Պետերբուրգում, որը ընդհանրապես աշխարհի այսպես կրթության ու մշակույթի մայրաքաղաքներից մեկն է համարվել, միշտ ու համարվում է մինչև այսօր, բնականաբար վիճակը ավելի բարվոք էր, շատ ավելի բարվոք, այնտեղ 95%-ն էին մոռանում, ոչ թե 96%։ Այսինքն ընդամենը 4 կամ 5%-ը մնում է երեխաների մեջ։ Այդ նշանակում է, որ 94 կամ 95 կամ 96% երեխաների մանկության այդ օրերի ու ժամերի, որոնք երեխաները գտնվում են դպրոցում, մենք նրանցից գողանում ենք եւ դեն ենք գցում։ Դա շատ ողբերգական տվյալ է, ինքը զավեշտական էլ է, պատահման չի, որ դուք ծիծաղեցիք, բայց ինքը նաեւ ողբերգական է, եթե մենք պատկերացնենք ինչ է դա նշանակում։ Երեխան 10 տարի, 11, 12 տարի գտնվում է ձանձրույթի մեջ։ Ստրեսային վիճակում, որովհետև ինքը պիտի գնատուն ահռելի տանը ազատ խաղի փոխարեն, շփման փոխարեն, ծնողների հետ շփվելու, ընկերների հետ շփվելու փոխարեն ինքը պետք է սովորի ծավալ, անգիր սովորի կամ անգիրին մոտ սովորի ծավալ, որը կգնա հաջորդ օրը կպատասխանի, կստանա թվանշանը, երկու օրից կմոռանա իսպար։ Մենք բոլորս էլ հիշում ենք այդ ֆենոմենը, երբ որ քննությունից առաջ դու պարապում էիր, գնում էիր քննությունից քո 5-ը ստանում էր, երկու օրից քեզ նույն հարցերը տային, դու չէիր կարողանա պատասխանել։ Ես որպես համալսարանի դասախոս կարող եմ փաստել նույնը։ Երեխաները գալիս են, ու երիտասարդները գալիս են, հանձնում են քննությունը, երկու օրից նույն հարցերը տաս, մեկ կամ երկու հոգի քեզ կպատասխանի, որոնք այն ուսանողներն են, որոնց համար այդ բովանդակությունը ապրած է։ Այո։ Մնացածը ով ուղղակի սովորել է։ Սերտել են։ Հա, մնացածը ոչինչ բան չեն հիշի։ Նույնիսկ 2 օր հետո, նույնիսկ լավ պատասխանելուց հետո։ Նույնը կատարվում է դպրոցում, եթե երեխաները չեն հասցնում վերապրել, դա նշանակում է երեխաները չեն յուրացնում։ Իսկ չյուրացրած գիտելիքը գիտելիք չի, այդ մեկ։ Երկրորդը իհարկե հասցնում են, բայց հասցնում են հենց նրա շնորհիվ, որ մենք ոչ միտեղ չենք շտապում։ Այո։ Գիտեք, տենց հանճարեղ հեքիաթ կա, Միխայել Էնդեն, գերմանացի էլի հանճարեղ գրող, ունի հեքիաթ, որը անվերջ պատմություն է դեպի հեքիաթն ամենահայտնի, բայց նաև մյուս շատ հայտնի եւ շատ լավ հեքիաթ դա Մոմոն է, մի աղջկա մասին, որը կարողանում է պատմել պատմություններ։ Եվ նրան ամենտեղ որտեղ ինք հայտնվում է, մարդիկ դադարում են կռվել իրար հետ, գալիս ու լսում են հեքիաթներ։ Ինքը հեքիաթ պատմող աղջիկ է։ Ու այդտեղ մեջ են ընկնում գորշ պարոնները, որոնք անընդհատ սկսում են մարդկանց համոզել, որ դու ժամանակ չունես, ժամանակը պետք է խնայել, պետք է շտապես։ Այդ այնա իմիջիայլոց շատ ինչով շատ հաճախ ծնողները գալիս են ու դպրոցից դա են ակնկալում։ Մենք ժամանակ չունենք, 12 տարի հետո երեխան ընդունվելու է բու։ 12 տարի հետո ժամանակ ունենք։ Հա, մենք ժամանակ ունենք, ժամանակը երեխաները ներկայում են ապրում, նրանք ժամանակից կախված չեն, այդ մեծ թվում է միշտ, որ ժամանակ չկա, երեխաների համար կա ժամանակ։ Եվ այդտեղ, երբ որ Մոմոն պիտի գնա եւ օգնի, փրկի, որպեսի այդ աղետը, որը բերում են այդ գորշ պարոնները վերացվի, իրեն առաջնորդում է կրյա։ Եվ Մոման այդ գորշ պարոնների, որոնք փնտրում են իրան, որոնք որսի են դուրս եկել իրեն, պիտի գտնեն, գորշ պարոնների ձեռքը չի ընկնում մի պատճառ, որտեղ դրանք անընդհատ իրենից շուտ են անցնում այդ ճանապարհով։ Ու կրյայի հետևից գնալով ինքը հասցնում է ավելի ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվել, քան իրենք անընդհատ շտապելով։ Մեր դպրոցը մի քիչ նման է այդ կրյայի, հա, մենք ոչ միտեղ չենք շտապում,
եւ մեր երեխաները վերջում, ամենավերջում 12-րդ դասարանի ընթացքում անում են վերջին շատ արագ ոնց որ ինտենսիվ ճիգը եւ ընդունվում են այնտեղ, որտեղ ուզում են ընդունվել եւ շատ լավ մասնագետներ են դառնում ամենատարբեր ոլորտների։ Բայց որքան երկար կարողանում եք պահպանել մանկությունը երեխայի, որքան եք կարողանում երկարացնել դպրոցում։ Որովհետեւ մարդը ընդհանրապես երկար շնչառություն է ուզում։ Կա ամեն օրվա շնչառություն, հա, բայց երեխան 12 տարի պիտի ապրի դպրոցում, ոչ թե միայն գլուխը պիտի լցնենք։ Ինքը պիտի ապրի, ինքը պիտի զգա կյանքի հաճույքը, կյանքի բերկրանքը, ընկերության բերկրանքը։ Իր համար ամեն օր դպրոցում պիտի լինի իրադարձություն։ Ամեն օր ինքը պիտի դպրոցից վերադառնա տուն մի փոքր ավելի հարուստ, քան երեկ էր։ Այդ շատ կարևոր է, ինքը չպիտի գնա դպրոց, այն զգացում որ էլի սկսվեց, էլի ինձանից ինչ-որ բան են ուզում, ինչպես որ սովորաբար լինում է դպրոցներում։ Ինձ ոչինչ չի ասում։ Ինչպես որ շատ հաճախ ցավոք սրտի լինում է մեր առօրյա։ Այսինքն արդյունավետությունը արագության մեջ չի, հատկապես կրթական համակարգում եւ երեխայի այդ տարիների ընթացքում, երբ որ նա պիտի կրթվի, եւ պետք է փաստեմ նաեւ, որ չեմ տեսել Վալդորֆյան որևէ աշակերտ, որը ցանկություն չունենա դպրոց գնալ, դպրոցը մի սիրահարություն է ուղղակի եւ իմ աղջկա օրինակը, որ ցավոք սրտի հիմա այլ դպրոցում է սովորում մասնագիտական առումով ստիպված էր դուրս գալ եւ գնալ այլ մասնագիտացված դպրոց եւ մինչեւ հիմա երբ որ իր դպրոցի մոտով անցնում ենք արցունքներով լաց է լինում, որովհետեւ դա մի հեքիաթային աշխարհ է իր համար, մյուս դպրոցից դուրս է գալիս է իր հին դասարանը, որ մի փոքր գոնե մասնակից լինի եւ ուսուցչուհուն նույնիսկ ասում է պիտի խնդրեմ, որ տարեվերջյան թատրոնին ես էլի մասնակցեմ։ Այսինքն սա մի մոգական միջավայր է եւ երբ որ խոսում ենք սովորելը սիրելուց, այսինքն երեխային ինչպես փորձենք բերել այդ գիտակցության, որ պետք է սիրել սովորելը, ոչ թե ստիպողաբար։ Վալդորֆյան դպրոցում փաստորեն ստիպողաբար ոչինչ չի արվում։ Դուք բերում եք այդ գիտակցության երեխային, իսկ ընթերցանության պարագայում վստահ եմ, որ նորից պիտի ասեք, որ ոչ մի ստիպողական բան պետք է չարվի։ Ինչպես կարողանանք երեխային բերել դեպի գիրքը, դեպի ընթերցանությունը, եթե երեխան չունի այդ նկրտումը, չունի այդ ցանկությունը։ Երբեմն իհարկե կա առաջադրանք, դու պիտի կարդաս, որոշակի գրքեր կան, որ դու պիտի կարդաս։ Դա այդպես չի, որ երեխան պիտի ինքը որոշի, եթե ինքը չի ուզում, չի ուզում ու վերջ։ Այդ սահմանը որտեղ է, ոնց կարող ենք այդ սահմանը զատել։ Դա պետք է լինի ուսուցիչը պիտի դրա հիմնավորումը ունենա։ Ինչին շանք որ ինքը անպայման պիտի երեխային այդ հիմնավորումը բերի, բայց ինքը ներսում պիտի հասկանա ինչու հենց այս գիրքը երեխային պետք է։ Եվ դա պիտի լինի իհարկե միշտ հետաքրքիր գիրք, բայց նաև գիրք, որը որոշակի, որի հետ երեխան աշխատանք կանի։ Թեկուզ միայն աշխատանք ասելով ինչի նկատի ունենք։ Շատ տարբեր, դա կարող է աշխատանք լինի հետազոտական, կարող է պարզապես, որը կարդալով դու ինչ որ բան ձեռք ես բերում, որը միջև չունեիր, դա էլ աշխատանք չէ, պարզապես ընթերցանությունը դա նույնպես աշխատանք է։ Բայց դուք մի կարևոր բառ օգտագործեցիք, ես պիտի ասեմ, որ երբեք չեմ համաձայն չեմ ծնողների հետ, որոնք երեխաներին տանում են որևէ տեղ, որտեղ մասնագիտական կրթություն կա, մենք չունենք մասնագիտացված հոսքեր, շատ պարզ պատճառով, որովհետև տեսեք, մասնագետ ինչ է նշանակում, դա նշանակում է մի մասը իմացող։ Բայց դպրոցի խնդիրը, դպրոցական տարիների խնդիրը դա չի։ Դպրոցական տարիների խնդիրը այն է, որ երեխան դպրոցից դուրս գալուց ունենա այն հենարանը, համամարտկային եւ անհատական այն հենարանը, որի վրա նոր դրանից հետո ինքը կարող է կառուցել իր մասնագետ լինելը։ Այսինքն սկզբից կայանա ամբողջապես որպես մարդ, հետո նոր գնա դեպի մի մասը։ Եվ այդ տեսակետից ես երբեք չեմ ողջունում, այդ ինչ որ դուք արեցիք, այսինքն ավագ դպրոցում երեխային դեպի մասնագիտական որևէ կրթություն տանել, եւ երկրորդ պատճառը կա, երեխան երբեք 14-15 տարեկանում դեռ չգիտի ինքը ինչ է անելու։ Նույնիսկ եթե նրան թվում է, որ գիտի, դա կարող է պայմանավորված լինել ծնողների օրինակով կամ ծնողներին հակադրվելու ցանկությամբ, ընկերների, ընկերուհիների օրինակով, մոդայով, չգիտեմ ինչով ուզեք։ 18-ից 19 տարեկանում մոտավորապես իրականում մարդը ձեռք է բերում այն գիտակցությունը, թե
ինչ պետք է ինքը անի այս կյանքում։ Այսինքն նույնիսկ 16-ում, որ առաջ մենք ավարտում էինք 16-ում, մենք ի վիճակի չէինք ընտրել մասնագիտություն։ Եվ դրա համար շատ པարզ բան էր տեղի ունենում, ինչ ես հիմա համալսարանում եմ միշտ տեսնում ուսանողների օրինակով, երբ որ մենք հասնում ենք երկրորդ կամ երրորդ կուրսին եւ մեծ ճգնաժամ էր առաջանում, բարձում էր որ մենք չենք ուզում դրանով զբաղվել, բայց դա նման էր մի խողովակի, որտեղ մի կողմից մտել ենք, ուրեմն պիտի մյուսից դուրս գանք, որովհետեւ ծնողները մեր մեջ ներդրում են արել, մենք երեխաներին դնում ենք շատ ծանր բարոյական վիճակի մեջ, որովհետեւ երեխան գիտակցում է, որ ծնողները փող են դրել այդ գործի մեջ, ես ոնց անեմ հիմա, ես դուրս գամ, եւ ի վերջո շատ դեպքերում մենք շատ մեծ տառապանքի պատճառ ենք դառնում մեր երեխաներին։ Դա ճակատագրական կարող է լինել սա։ Որովհետեւ երեխան լրիվ ուրիշ ճանապարհով կարող է գնալ եւ գնում է այդ բարոյական ճնշման տակ։ Այո։ Այդ բերը կրելով եւ մի ճանապարհ, որը իրենը չի։ Եվ երջանիկ չի վերջին հաշվով, երջանիկ չի լինում։ Եվ տեսեք ինչքան մարդ կա որպես հետևանք մեր հասարակության մեջ, որ ընդհանրապես իրենց մասնագիտական կրթության հետ կապ չունեցող գործերով են զբաղվում։ Ես չգիտեմ, դուք կրթությամբ լեզվաբան եմ, բանասեր։ Բանասեր, ձերը քիչ թե շատ բռնում է։ Չնայած ես չէի ասի, որ ուղիղ կապ կա, չէ՞, դուք զբաղված չեք լեզվի տեսությամբ։ Երբեք չեմ զբաղվել, երբեք ավարտելուց հետո երբեք չեմ զբաղվել։ Եվ շատ ավելի ուրիշ սֆերաներում եմ աշխատել եւ վերջում գոնե ինչ որ չափով շատ պատահաբար մոտեցել եմ այս բանին։ Մեզանից շատերը, եթե դուրս գանք փողոց կանգնեցնենք հերթով մարդկանց, հարցնենք ինչ կրթություն ես ստացել, ինչ ես հիմա անում, մենք կտեսնենք, որ 99-100-ից լրիվ ուրիշ բաներով են զբաղված։ Ում բախտը բերել է մոտ, ում բախտը չի բերել հեռու, բայց դա ինչա, դա նաև դրամա է այն տարիքում, երբ որ ինքը պիտի դառնար ինքնուրույն, պիտի ինքնուրույն որոշեր եւ պիտի գնար դեպի այն ոլորտը, որ իրենն է։ Այդ տարիքում դա դրամա էր, իսկ հետո դա դառնում է ծանր փորձությունների շարք կյանքում։ Դրա համար ես միշտ հորդորում եմ ծնողներին չանել այդպես բան, այդ տգեղ արտահայտություն կա ինձ համար շատ տգեղ, բայց շատ տարածված է մեր հասարակության մեջ, երբ որ երկու բարեկամներ կամ ընկերներ հանդիպում են, որոնցից մեկի երեխան այս տարի դպրոցը ավարտում է, ու մեկը մյուս հարցնում է, հա, երեխայի գործերը ուր ես տվել կամ ուր ես տալու։ Այդ մարդը, այդ 16-17 տարեկան մարդը ինքը իր կյանքն է ապրելու, հետո ծնողների կյանքը չի ապրելու։ Դրա համար ծնողը պիտի համբերություն ունենա 1-2 տարի, եթե պետք է համբերատար սպասի, այս երեխան ինքը, այսինքն այդ երիտասարդը, որ արդեն երեխա չի, նախկին երեխան, բայց ներսում բոլորս երեխա ենք իհարկե, պիտի տեսնի ինքը ուր ուզում գնա, ոչ թե ինքը իր չի, որ իրան տանեն այստեղ հանձնեն։ Մեր բարագայում սա երաշտական ուղղվածություններ եւ հենց աղջկաս որոշումներ եւ ես բազում անգամներ իր հետ զրուցեցի եւ հարցրի, արդյոք դու պատրաստ ես թողնել քո դպրոցը, որովհետեւ հիմա նա լաց է լինում ընդհանուր կրթական սիստեմում հայտնվելու պատճառով, բայց մասնագիտական առումով իսկապես երջանիկ է։ Ինքը ուզում էր երաժիշտների դեպքը դա միակ դեպքն է, դա դրա համար նշեցի, որովհետև վստահ եղեք, որ ծնողների պնդմամբ չի եղել, իր որոշումն էր։ Այո, ձեզ վստահ եմ, բայց դրա համար բացառվում էր, որ ես եւ ընդհակառակը ես ուզում էի անդադ պահել իրան իր այդ հեքիաթում եւ երբ որ սկսեցի տեսնել ինչպես է ինքը երազում հիվանդ լինել եւ դպրոց չգնալ։ Իսկ ես 10 տարի եմ գերադասել հիվանդանալ եւ դպրոց չգնալ։ Մենք բոլորս կարծեմ։ Իսկ իր դպրոցում Արեգնազան կրթահամալիրում Վալդորֆյան դպրոցի ես որպես պատժամիջոց էի կիրառում դպրոց չգնալ, ասում էի, այ եթե այս բանը չանես, ես քեզ վաղը դպրոց չեմ թույլ տա որ դու գնաս եւ միանգամից դա անում էր։ Պարոն Արա, ինչ է կարծում ընթերցասեր երեխա ձևավորելու համար պարտադիր գործոն է, որ երեխան մեծանա ընթերցասեր ընտանիքում, որ երեխան մշտապես տեսնի, որ տանը կարդում են, թե կամ բացառություններ, երբ որ տանը հեչ էլ ընթերցող չեն, մեկ էլ տեսնում ես մի գրքասեր երեխա է ձևավորվել, գիրքը ձեռքից չի գնում, զարմանում ես, եւ ճիշտ հակառակը, ընթերցասեր կարդացող ընտանիքում, մեկ էլ տեսնում ես, այս երեխան ոչ մի կերպ գրքին չի մոտենում։ Գիտեք, մարդկային ճակատագրի մասին խոսելիս պետք է հասկանանք, որ չկան ընդհանուր օրենքներ, հա, մարդը կենթանուց տարբերվում է նրանով, որ ամեն մարդ ինքը առանձին տեսակ է։ Երբ որ մենք խոսում ենք կենթանիների մասին, մենք խոսում ենք տեսակների մասին, որտեղ ընդհանուր հատկությունները ավելի կարևոր են, քան մանր-մունար առանձին, չգիտեմ, գունավորումը, պոչի երկարությունը եւ այլն։ Նյուանսները։ Այո, բայց երբ որ խոսում ենք մարդու մասին, մենք առաջին անգամ ընդհանրապես բնության մեջ պիտի խոսենք մի էակի մասին, որտեղ
հակառակը տարբերությունները ավելի կարևոր են, քան ընդհանրությունները, որովհետև մարդը անհատականություն է։ Այո։ Հետևաբար իհարկե կարող է լինել, որ ընդհանրապես ընթերցանության հետ ոչ մի կապ չունեցող ընտանիքից դուրս գա ընթերցող երեխա եւ հակառակը, բայց մենք գործ ունենք դաստիարակության հետ, հետևաբար մենք ոչ թե էքսպերիմենտներ պիտի դնենք երեխաների վրա, նայենք, եթե մենք հակառակը անենք, ինչ կստացվի, այլ մենք պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք։ Բարենպաստ պայմանները նրա համար, որ երեխան դառնա ընթերցող, իհարկե այն են, որ ընտանիքում գիրքը միշտ լինի սեղանների վրա մարդկանց եւ ասենք, չգիտեմ, անկողնու կողքը, բարձի կողքը եւ անընդհատ մարդիկ կարդան, ազատ ժամանակ կարդան։ Մյուս կարևոր ոչ թե ասեն կարդա, իրեն կարդան։ Ցույց տան, ոչ թե սովորեցնեն, եւ կարդան ոչ թե ցույց տալու համար անկեղծ հետաքրքրությամբ կարդան։ Բնականաբար։ Երկրորդը ես օրինակ մեծացել եմ ընտանիքում, որտեղ գրքերը խլում էին իրարից ուղղակի, ոչ չէ, ես եմ հիմա այս գիրքը կարդում, չէ, ես եթե նոր գիրքեր հայտնվում, իսկ նոր գիրք հայտնվում էր համարյա ամեն օր, գոնե շաբաթը մի անգամ մի քանի գիրք հայտնվում էր։ Եվ այդ ժամանակ դա բացառություն չէր, նենց չի որ այդ բացառություն էր, դա այդպես էր։ Այդպես էր։ 20-րդ դարի մշակույթը սկզբից մինչև վերջ, այդպեսին էր։ Ոչ միայն խորհրդային միությունում, նաև եվրոպական մշակույթը այդպեսին էր։ Ես հիշում եմ սիրած գրքերից մեկը փոքր ժամանակ կարդում էի եւ փոքր որ նա դպրոցական միջին տարիքում Հանս Ֆալադայի գիրքներ մեր տանը հին ժամանակներում թե ինչպես էր կոչվում ռուսերեն թարգմանությունը «У нас дома в далекие времена»։ Պարզապես հիշողություններն էին, որտեղ ինքը նկարագրում էր ոնց էր ընտանիքը կարդում, ոնց էր, չգիտեմ, այնտեղ ինչ որ մեկը այն ստրեմյանկայի վրա աստիճանի վրա բարձրանում ինչ-որ բան անելու, գրքերի փոշին սրբել, թե ինչու այդպես էլ մնում էր այնտեղ կանգնած վերևում կարդալով, ոնց էր զուգարանի մոտ հերթ կանգնում եւ աղաչում էին դուրս արի, բայց այնտեղ մեկը գիրք էր կարդում ներսում եւ այլն։ Եվ ես հիշում եի խորհրդային այդ տարիները, երբ որ դա համատարած երևույթ էր, որ մարդիկ անընդհատ ամենտեղ կարդում էին, մետրոյում կարդում, Մոսկվայի մետրոյում, որ մարդ չկար, որ չկարդար։ Դա շատ կարևոր է, որ երեխան տեսնի, որ տանը կարդում են, իհարկե։ Երկրորդը շատ կարևոր է, որ երեխայի հետ ապրող մարդիկ, այսինքն նրա ծնողները, պապիկները, տատիկները եւ այլն, որպես ընտանիքի անդամ չընկալեն համակարգիչը կամ հեռուստացույցը։ Հա, երբ որ ծնողները հաց ուտելուց սկսած, չգիտեմ, երեկոյան իրար հետ թեյ խմելուց կամ պարզապես, չգիտեմ, բնության մեջ արշավ գնալով վերջացած, անընդհատ հեռախոսի մեջ չեն, դա բնականաբար շատ կարևոր է երեխայի համար։ Ոչ միայն ընթերցանության հանդեպ սեր ձևավորելու, այլ պարզապես մարդկային շփման առումով, այլ որ դու շփվում ես ինչ-որ մեկի հետ, իսկ ինքը այստեղ չի, կիսով չափ կամ քառորդ չափա քեզ հետ շփվում, մենք դրան արդեն սովոր ենք, բայց երեխաների համար դա շատ ցավոտ է։ Երեխաները միշտ զգում են, որ այդ լիարժեք չի, քո պատասխանը իր հարցին լիարժեք չի։ Ու այդ լավ չի, որ երեխան դրան սովորի։ Հետևաբար դա շատ կարևոր է եւ շատ կարևոր է, որ երեխաները ժամանակից շուտ նորից ասեմ, գadgetների, համակարգիչների, հեռախոսների հետ գործ չունենան, շատ կարևոր է նաև որ ընտանիքը հաճախ լինի միասին, որ միասին տարբեր տեղեր գնան։ Վիզուալ հարուստ վիզուալ տպավորությունները շատ կարևոր են, որպեսզի ձևավորվի ընթերցանության հանդեպ սեր։ Ինչ կապ կա այդ։ Երևակայությունն է դրանից հարստանում։ Օրինակ, երբ որ երեխան հաճախ է լինում բնության մեջ, երևակայությունը ստանում է շատ մեծ սնունդ։ Այդ սնունդը ձևավորում է պահանջներ, որոնք հետո կարող են գրքերը բավարարել։ Նույն ձևով, երբ որ երեխան գնում է համերգների, լավ երաժշտության համերգների մասին է խոսքը, հա, ներկայացումներ նայելու, գազանանոց, կրկես, նույն ներկայացումը կրկեսային կարող է նայել 3, 4, 7 անգամ, որովհետև այդ հրաշքը, որ ժոնգլորը այնտեղ 5 օղակակցում, այդ հրաշքը ամեն անգամ ներկայում է տեղի ունենում։ Ու ինքը ամեն անգամ զարմանալի է։ Հա, այդ երբ որ ծնողները չեն զլանում եւ այդ ժամանակը հատկացնում են երեխաներին, հետո որ միասին երեկոյան խաղում են օրինակ։ Այո։ Սեղանի խաղեր կան կամ չգիտեմ, հազար մի ձև կա իրար հետ ժամանակ անցկացնելու։ Այդ մտերմիկ շփումը, այդ մտերմիկ թեյ խմելու, ծնողները չեն շտապում գնան ամեն մեկը իր համակարգչի մեջ կամ իր հեռախոսի մեջ, եւ ես չեմ հավատում, որ աշխատելու։ Գնան սոցիալական ցանցերի
անապատներում վազվզելու երբեմն այնպես, աշխատելը ես վստահ եմ որ դա միշտ կոչվում է աշխատել, բայց այդ աշխատելու 5%-ի դիմաց այնտեղ 95%-ը ուրիշ բան է, բոլորս էլ գիտենք դա ինչպես է, մեր վրա գիտենք։ Իսկ ինչ ենք կորցնում մյուս կողմում։ Այս մյուս կողմից երեխան է, որի հետ կարելի է շփվել այդ ընթացքում, իսկ այդ շփումը ոչ միայն ստեղծում է մեծ ջերմություն, մեծ խորը կապ, որը հետո շատ պետք է գա, որ ծնողը գա, որ ճգնաժամային տարիք է, սկսի վերապրել, որ երեխան էլ իրեն առանձնապես չի լսում, չի վստահում, ապրում է երկրորդ կյանքով, բայց այդ երկրորդ կյանքով սկզբից դու էիր ապրում, որ երեխան քեզ հետ խոսում էր, դու գտնվում էիր ուրիշ տեղ։ Սերմերը դու ես ցանել այդ վիճակի ժամանակ ապրում, համացանցում ինչ որ հարց քննարկելով, որը քեզ թվում էր ավելի կարևոր է սպայն, քան քո երեխայի հարցի պատասխանելը։ Եվ բացի դրանից իհարկե դա գալիս է, դա բերում է երևակայության նորից, երևակայության հետաքրքրությունների հարստացման։ Երբ որ երեխան հետաքրքրություններ ունի, դա տանում է դեպի գիրքը։ Եվ մի բան պիտի ասեմ, որ տարօրինակ է, շատ մեծ բան կար, երբ որ մենք էինք երեխա եւ հետո պատանի, կար ձանձրույթ։ Ձանձրույթ ոչ թե նողկանքի իմաստով, որ ապրում ես ենթադրենք որոշ դասագրքեր բացելուց կամ եւ այլն, հա, այլ այն ձանձրույթը, երբ դու չգիտեիր ինչ անել։ Այսինքն նստած կամ պարկած նա մեր առաստաղին, չգիտեիր ինչ անել, ու հետո մի պահ գիրք էր վերցնում։ Ստիպված։ Անպայման չի որ գիրք վերցնեիր, կարող է գնում էր ընկերոջդ հետ ինչ որ հետաքի բան ձեռնարկելու, կարող է թուղթ ու մատիտ էր վերցնում սկսում էր նկարել, բայց այդ ձանձրույթը ինքը հղի էր ինչ որ իրադարձությամբ, որը հետո պիտի լինի։ Այսինքն դատարկություն էր, որից հետո պետք է լցվեր այդ դատարկությունը։ Հիմա խնդրեմը հենց այն է, որ 12, 13, 15 տարեկանները ձանձրույթ չեն հասցնում վերապրել։ Ձեռքը գնում է դեպի հեռախոս ու այդ ձանձրույթ չկա։ Վերջ։ Այո, այդ պաուզան չունեն։ Այդ դատարկ ձեր ասած այդ դրական իմաստով դատարկ։ Հա։ Ձգողականություն ունեցող տարածությունը, որի մեջ պիտի մի բան ծնվի, չի հասցնում առաջանալ։ Դա շատ կարևոր է, որ մենք այդ գիտակցությունը ունենանք ու հասկանանք ինչպես վարվել։ Շատ դժվար խնդիր է, որովհետև այդ ոլորտը, տեխնոլոգիական ոլորտը, գերհզոր է ու զարգացման տեմպերին մեր գիտակցությունը չի հասցնում։ Հիմա արհեստական բանականությունն է մտնում եւ դրա հետ ինչ անել եւ 5 տարի հետո մենք ինչերի արդեն մի ահռելի դաշտաբացվում։ Արդեն չենք պատկերացնում ինչ է, հա, բայց պետքա մտածել այդ մասին։ Բայց ուրեմն բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին պիտի մտածենք։ Իսկ չընթերցող ընտանիքում ընթերցասեր երեխա, սա ֆենոմեն է, պատահականություն է, թե հոգեբանական ինչ-որ հատականություն է։ Երեխան կարող է տեսնի օրինակ ընտանիքից դուրս եւ այդ օրինակին հետևի։ Եվ սովորաբար նման երեխաները բունտ են ունենում այն ծնողների հանդեպ, որ երբ որ հանկարծ դրսի գործոնից վերցնում է այդ ընթերցանության հաճույքն ու բերկրանքը եւ տանը բունտ են ունենում, ընդվզում, որ ինչու ինքը ժամանակին չի տեսել եւ փոքրուց չի եկել դրան։ Չնայած տեսեք, ինքնին ընթերցանությունը հարստացնում է մարդուն, բայց ինքնին ընթերցանությունը որպես այդպեսին դեռ երաշխիք չի, որ մարդը կլինի բարի։ Ընթերցող ընտանիքում կարող է լինել շատ սառը մթնոլորտ, չընթերցող ընտանիքում կարող է շատ ջերմ մթնոլորտ։ Հիմա քանի անգամ կարելի է տեսնել օրինակ գյուղական ընտանիքներ, որտեղ գիրքը առանձնապես մեծ դեր չունի, որովհետև մարդկանց կենցաղը այնպեսին է, որ գրքին գործը չի էլ հասնում, բայց որտեղ շատ ջերմ է ամեն ինչ, եւ երեխաները հետո դառնում են եւ կարծացող եւ շատ լավ սովորող իմիջիալոց ուսանողներ նաեւ համալսարանում երբեմն հենց գյուղից եկած են լինում։ Ուրեմն էլի դեղատոմս չկա, պարտադիր ինչ որ օրենք ստեղ չկա, որտեղ մարդը այդտեղ բացառություններ։ Հենց ձեր այս օրինակի վրա ես հիշեցի, որ ձեր հարցազրույցներից մեկում ես գտա ինձ համար հմայիչ, ամենաիսկական պատասխանը այն հարցին, որ ձեզ ուղղված էր, ձեզ հարցրեցին ինչի է պետք գիտելիքը, ինչ նպատակ ունի կրթված մարդը գիտելիքը, եւ ձեր պատասխանն էր լավ մարդ դառնալու։ Գիտությունը, կրթությունը ինչի է պետք, դուք պատասխանեցիք մարդ դառնալու համար, լավ մարդ դառնալու համար։ Ապաստորեն լավ բան եմ ասել։ Օրինակ երբեմն խոսում են, չգիտեմ, արդարության մասին, իրավունքների մասին, սրա մասին, նրա մասին, բայց այդ ամեն ինչից բարձր, չնայած դրանք շատ կարևոր բաներ են, բայց դրանից շատ ավելի բարձր բան կա, դա սերն է, դա բարությունն է։ Հա, ես օրինակ այս վերջերս մի տեղ առիթ ունեցա դրա մասին խոսել, երբ որ
խոսվում էր այն մասի, որ մենք պետք է սովորեցնենք երեխաներին իրենց իրավունքները պաշտպանել, էսեն եւ այլն եւ այլն եւ այլն, ասացի որ կա դրա մեջ շատ մեծ իմաստ, կա դրա մեջ շատ մեծ դրական բան, բայց կա եւ հակառակը երբեմն։ Ես հիշեցի իմ առաջին փորձը Եվրոպայում, որ ես միշտ շատ սիրել եմ, ես եվրոպական մշակույթով դաստիարակված մարդ եմ, ինչպես մեր սերնդից շատ-շատերը, չէ՞։ Առաջին անգամ հայտնվել եմ Եվրոպայում, ես չհաշված խորհրդային Եվրոպան, հա, ասենք Բալտյան պետությունները, Ուկրաինան, Ռուսաստանը եւ այլն։ Եթե Հայաստանը չհամարենք եվրոպական երկիր, բայց կարծում եմ Հայաստանը արևելքի երկիր է ավելի շատ։ Այդպես եք կարծում։ Հա, ես առաջ շատ հպարտանում էի, որ մենք եվրոպացի ենք, հետո հասկացա առաջինը, որ մենք եվրոպացի չենք, երկրորդը, որ մենք կարող ենք հպարտանալ նրանով, որ մենք արևելքի ժողովուրդ ենք, սիրիացիների, ասորեստանցի, ասորիների, պարսիկների հետ միասին, լիբանանցիների հետ միասին, դրանք մեծ մշակույթներ են։ Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, բայց մենք եվրոպացի ժողովուրդ չենք։ Ինչը ոչ ավելի լավ է, բայց ոչ էլ ավելի վատ։ Բայց այդ մի կողմ դնենք, իմ առաջին տպավորություններից մեկը ասեմ, ես վերադառնում էի Հայաստան 95 թվականին Միացյալ Նահանգներից, Բոստոնից։ Ինձ էլ գալիս են իմ ծնողները, հայրս ծանր հիվանդ, քաղցկեղով հիվանդ, գալիս էր Հայաստանում մահանալու։ Մայրս ձեռքը կոտրած, թևը կոտրած գալիս էր, կախված էր այսպես ձեռքը, հա, գիպսով։ Այն ժամանակ աշխարհը շատ ավելի բաց էր եւ մենք Ամստերդամում ունեինք 8 ժամ, մենք ստացանք վիզա պարզապես դուրս գալու քաղաքում անգալու։ Դուրս եկանք 1.5 ժամ երևի շրջեցինք եւ էլ ծնողներից ի վիճակի չէինք հայլել, մենք նստեցինք տրամվայ, որ տրամվայով վերադառնանք օդանավակայան եւ հանկարծ ես հանդիպեցի մի երևույթի հետ, մի սերունդ, որը դաստիարակվել էր սեփական իրավունքները պաշտպանելու, արդարացիորեն սեփական անհատական տեղը պաշտպանելու այդ գաղափարով։ Երիտասարդները նայում էին ծնողներիս եւ ամեն մեկը այսպես շրջվում էր դեպի պատուհանը, որպեսզի հայացքով չհանդիպի եւ հանկարծ տեղ չտա։ Եվ միայն մեկ մարդ, որը հաստատ վերջերս էր տեղափոխվել Նիդերլանդներ, Աֆրիկայից եւ չգիտեր եվրոպական արժեքների մասին, անմիջապես վեր կացավ եւ տեղ տվեց։ Եվ դա ինձ ցնցեց միջև հոգու խորքերը։ Ու ես այդ օրինակը միշտ այդ աչքիս առաջ է տեսարանը, որովհետև ես հասկանում եմ մի բան, որ այն բոլոր արժեքները, որոնց մասին ընդունված է խոսել դեմոկրատական հասարակության եւ այլն համատեքստում, այդ արժեքները ոչինչ են, եթե մեր մեջ չկա բարություն, եթե չկա սեր, մարդկային սեր, մարդը մարդու հանդեպ։ Եվ ես չեմ հավակնում, որ իմ մեջ կա շատ ավելի շատ պիտի լիներ, քան կա, հա, ես ձգտում եմ դեպի այդ իդեալը, բայց հանկարծ չընկալեք իմ ասած այնպես, որ ինքս ինձ ես համարում եմ դրա օրինակը, բացարձակ ոչ, ես այնքան անգամ եմ ինքս սայթակել այդ ոլորտում եւ շարունակում եմ սայթակել, հա, երբ ասում եմ ինչ որ բան, որի մեջ կա խայթ ավելի շատ, քան վերջը շատ անգամ է։ Դե մարդկային է։ Բայց ես հասկանում եմ մի բան, որ արդարությունից, հավասարությունից, ամեն ինչից, չգիտեմ, այդ բաներից շատ ավելի բարձր բան է, երբ որ մարդիկ ելնում են այդ բարի լինելուց։ Այսինքն կրթությունը եւս պետք է միայն դեպի այդ պիտի տանի։ Եվ այդ իմաստով այ ավետարանում կա հանճարեղ ձևակերպում, որ Անդերսենը բերում է իմ Ձյունեթակու մեջ, իմ ամենաերևի սիրած հեքիաթի մեջ բոլոր հեղինակներից, եթե չլինեք մանուկների նման, չեք կարող երկնային թագավորությունը մտնել։ Այդ մանուկների նմանը դա եւ նշանակում է պարզ սիրտ ունենալ, եւ նշանակում է ստեղծագործող լինել, եւ նշանակում է աշխարհը ճանաչող լինել անընդհատ զարգացման մեջ գտնվել, դա շատ ընդգրկուն հասկացություն է եւ անկեղծ, բայց ամենակարևորը նաեւ սիրող։ Սրտում, եթե դու այդ մանուկը, իսկ սիրողը մեր մեջով է, սիրողը մեր մեջ այդ մանուկն է։ Եթե այդ մանուկը մարդու սրտում արթնանում է, դրանից բարձր բան չկա, դա ցանկացած գիտելիքից բարձր է։ Դրա համար այն գիտելիքը, որը չի տանում դեպի այդ ներքին մանուկի արթնացումը, այդ գիտելիքը տանում է դեպի անդունդ։ Ցանկացած գիտելիք պիտի տանի դեպի դա, ցանկացած կրթություն պիտի տանի դեպի դա, դեպի մարդն ամեն ինչի նպատակը։ Մարդն է ալֆան եւ օմեգան ամեն ինչում։ Հեքիաթները կարող են մեզ պահել
երկար ժամանակ պահել այդ սիրո դաշտում։ Հեքիաթները մեզ կարող են պահել, բայց առանց մեր ճիքերի դա չի ստացվում։ Երեխաները դա ունեն, դրանք կարող են ճիքեր չգործադրել դրա համար։ Երբ որ մենք մեծանում ենք, մենք արդեն ինքնաբերաբար այդպեսին չենք։ Մենք պետք է ճիքեր գործադրենք։ Մեծանալով փորձենք շարունակել մնալ հեքիաթների մեջ, մնալ բարի եւ սրանով էլ ավարտենք մեր զրույցը։ Շնորհակալ եմ, որ այսօր իմ հյուրն եք, պարոն Արա։ Շնորհակալություն ես, շնորհակալ։ Այսօր ուզում եմ ներկայացնել Ransom Riggs-ի Miss Peregrine-ի յուրահատուկ երեխաների տունը Fantasy Web-ը։ 16-ամյա Ջեյքոբը մանկուց լսել է իր պապի պատմությունները Ուելսի հեռավոր կղզու մասին, որտեղ ապրում էին յուրահատուկ երեխաներ։ Պապի մահվանից հետո տղային սկսում են տանջել նրա կյանք ներխուժած մղձավանջները։ Բազում վտանգավոր արկածների միջով անցնելով, Ջեյքոբը պարզում է, որ իր պապի պատմությունները իրական են։ Գիրքը, որ նախ պետք է հրատարակվեր որպես հին լուսանկարների ալբոմ, վերածվեց ինքնատիպ պատմասացության, որտեղ հին լուսանկարների հավաքածուն միահյուսվում է գերբնական պատմության հետ և ուղեկցում ընթերցողին դեպի գրքի խորհրդավոր աշխարհը։ Ամերիկացի գրող Ransom Riggs-ին հաջողվել է ստեղծել նմանը չունեցող դեբյուտային Fantasy Web, որտեղ բառերը միահյուսված են հեղինակի հավաքածուի հին սիրողական լուսանկարների հետ։ Ինչ կասեք այս մասին։ Արդեն ասեցի, էլի ինչ պիտի ասեմ, դրանից են կողմ։ Տխրեցի մի տեսակ։ Դե տխուր է այդ իհարկե, երբ որ նայում ես ինչին ա բերում։ Ոնց եք հիշում անունները, հիմա ասում եք նոր եմ հիշում, այդ ինչ սարսափներ էին։ Դե սարսափ։ Ներողություն, այդ ինչ թռավ։ Անցյալ տարվա ճանճերից, բայց այդ որտեղից դա թռավ եկավ։ Բայց հիմա ձեն չկա իրենց։ Պարոն Արա, շատ կարևոր էր այս ամեն ինչը, այս հեքիաթներին ես էլի եմ ուզում անդրադառնալ։ Երբ որ թանգարանում քայլում եք ու տեսնում եք որևէ նկարի կողքը մեկը մյուսին ինչ բանա բացատրում եմ, դա լավ նկար չի։ Որ այդ կատարսիսի բերի էլի քեզ։